Ես ուզում եմ վարչապետ դառնալ։ Ով է իր ով դարձավ։ Գիտեմ, ինձ գնդակահարության պատիտակ կանոնացնեն այս հայտարարության համար, թե չէ։ Երկար տարիներ եղել եմ քաղաքականության մեջ, քաղաքականությունով զբաղվող մարդիկ գիտակցված գնում են անձնազոհության։ Հետևեք մեզ, որովհետև խոսելու ենք ռեստորանային ոլորտի խնդիրներից, առավելություններից, ինչ անեն այն մարդիկ, ովքեր որոշել են բացել ռեստորան։ Միջին հաշիվը 1 անձի բավականին բարձրացել է Երևանի ռեստորաններում։ Ամենամեծ օգուտը օրինակ ոլորտին, եթե վերցնենք ռեստորանային ոլորտը, տալիս են այն մարդիկ, որոնք ձախողել են։ Հյուրընկալությունը սկսվում է սոցիալական ցանցերից։ Բայց այն որ սիրարվեցի, այդ միանշանակ առաջ օրից խփնվեցի, հա։ Վախենալու է հնչում ամփոփի ժողովը։ Գնային գրավչությունով այսօր մենք կարող ենք ասել, որ զիջում ենք, մեղմ ասած, հա, բայց պետք չի ամեն առիթը օգտագործել գին բարձրացնելու համար, բայց շուկան ընդհանուր չափազանց հագեցած է այլ երկրների արտադրանքով։ Այդ դեպքում ինչու է շուկան ողողված այլ երկրների բանջարեղենով։ Լսեք, ես չեմ կարծում, որ պետք է խոսել բան խելագարության կանխավարկածի մասին։ Չկա այդպես մարդ, որ հրաժարվի փողից։ Ռեստորանը միգուցե հաճախ ընկալվում է հեշտ գումար աշխատելու տեղ, գնահատողը հյուրն է։ Չգնահատեց, այդ ռեստորանները չեն լինեն։ Հիմա հասկացա։ Այսքան բան, ընտիր։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ։ Գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։